Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում է արվեստներ եւ մասնագիտություններ հաղորդաշար եւ այսօր մենք գտնվում ենք Գյումրի քաղաքում, արվեստի եւ արվեստի քաղաքում։ Եվ այսօր մեր հյուրը կլինի քանդակագործ Նարինե Փոլադյանը։ Քանդակագործությունը պլաստիկ արվեստներից մեկն է, կերպարվեստի տեսակ, որ պատկերումները կատարում է ծավալային եռաչափ մարմնավորումներով։ Որպես կանոն, քանդակագործությունը պատկերում է մարդուն, սակավ կենդանիներին, ավելի սակավ բնությունը եւ առարկաները։ Գեղանկարչության ու գրաֆիկայի համեմատ ունենալով գեղարվեստաարտահայտչական ավելի սահմանափակ միջոցներ, քանդակագործությունը միևնույն ժամանակ ստեղծում է ծավալների շոշափելի ու իրականակերպ դրսևորումներ եւ դիտողին հնարավորություն է տալիս պատկերվածն ընկալելու տարբեր դիտակետերից։ Քանդակագործության պատմության ընթացքում կիրառել են փորագրություն եւ կերտում քարից, մետաղից, խեցեղենից, փայտից եւ այլ նյութերից։ Տարբեր նյութերը կարող են մշակվել փորագրության, եռակցման կամ ձուլման միջոցով։ Անհիշելի ժամանակներից մարդը քանդակել է, սկզբում նա օգտագործել է իրեն հասանելի ամենապարզ նյութերը՝ քար, ցեխ եւ փայտ։ Հետո դրանց փոխարինել են երկաթը, բրոնզը, արճիճը, մոմը, պատի ծեփը, պլաստիլինը, պոլիեթերային խեժը եւ պլաստմասաները։ Սկզբում քանդակը ստեղծվել է զուտ օգտագործման համար, հետո ստեղծվել եւ օգտագործվել է ծիսական, մոգական, թաղման եւ կրոնական նպատակներով։ Քանդակը հնարավորություն ունենալով զարգանալ որպես ամուր կամ երևութական էլեմենտ, իր ֆունկցիոնալ օգտագործումը փոխել է պատմական զարգացման հետ, ձեռք բերելով հիմնականում էսթետիկական կամ դեկորատիվ նպատակներ։ Քանդակագործությունն ունի երկու ենթատեսակ՝ բոլորաքանդակ, երբ ստեղծագործությունը մշակվում է բոլոր կողմերից, հետևաբար բոլոր կողմերից դիտելի է, եւ ռելիեֆ, երբ քանդակային պատկերը փորագրվում է կամ մեծ թե փոքր ցցունությամբ կերտվում է նրա ֆոնը հանդիսացող հարթության վրա, հետևաբար դիտելի է միայն դիմացից, մասամբ կողքերից։ Քարի քանդակը ավելի հին պատմություն ունի, քան արվեստի այլ ոչ հարատև նյութերից ստեղծագործությունները։ Հինավուրց մշակույթներից մնացած աշխատանքների մեծ մասը քարից են, բացառությամբ խեցեղենի։ Արևմտյան դասական քանդակը ձևավորվել է հին Հունաստանում, որի դասական շրջանում ստեղծվել են բազմաթիվ գլուխգործոցներ։ Միջին դարերում ծաղկել է գոթական քանդակը, որպես քրիստոնեական կրքերի եւ հավատի դրսևորում։ Սրան հաջորդած վերածննդի շրջանում վերածնվել է դասական քանդակը, ժամանակակից մոդեռնիստական քանդակը շեղվել է դասական պատկերման ձևերից, հաճախ պատրաստի արտադրանքը ներկայացնում է որպես արվեստի գործ։ Ուրեմն ես լիբանանահայ եմ, ծնած եմ եւ մեծացած եմ Լիբանանի մեջ, 2018-ին որոշեցի գալ Հայաստան։ Հայաստան գալս ավելի գամավոր եղած էր դեպի Հայք ծրագրով։ Ուրեմն երբ որ եկա Հայաստան, նախ 3 ամիս Գյումրի գամավոր աշխատած եմ, հետո արդեն 3 ամիս Երևան աշխատած եմ, բայց արդեն գամավոր ժամանակ, միաժամանակ արդեն սովորում էի խաչկարագործությունը եւ այդպեսով արդեն սկացի որ իմն է։ Սովորել եք Հայաստանում։ Այո, չէ, ես ջարդարաբեդ դիզայներ ուսանած եմ Լիբանան, բայց երբ Հայաստան եկա, շատ սիրեցի, ասեն սկիզբը ես չունեի քանդակագործության ոչ մեկ գաղափար, բայց մի անգամից սիրեցի եւ այդպեսով ուզեցի սովորել, բայց հիմա արդեն մագիստրատուրա սկսում։ Աշխատանքի process-ը ինձ համար շատ դուր եկավ։ Մարդ որ նայեցիք ու Այո, Երևան խաչկարագործներ կային Արամի փողոցի վրա, որոնք խմբով աշխատում էին եւ գիշեմ, այո, բացօթյա աշխատում էին, նոր քար կփերեին եւ մի քանի օքի աշխատում էին, քարը գշալկեին կփերեին։ Այդ բահը արդեն շատ սիրեցի ու հարցրեցի եթե կարան սովորացնեմ։ Իրենց մոտ է սովորել։ Այո, իրենց մոտ սովորել եմ։ Հետո մի ապրում եք Գյումրիում։ Հիմա ապրում եմ Գյումրիում։ Միշտ ուզեցել էի Գյումրի ապրեի, բայց դժվար է, որովհետև նախ ծնողքս Հայաստան չէին, ես Երևան մենակս կապրեի, այդ խաղապարը, որ ընտանիքիս համոզեի, որ ես պիտի տեղափոխվեմ Գյումրի, քիչ մը դժվար էր, բայց հետո արդեն ծանոթացա իմ կյանքի կեսից, ու ինքն արդեն գյումրեցի էր, Երևան ծանոթացել էինք, հետո ինքը արդեն գյումրեցի էր, որոշեցինք արդեն, ասենք չէ, ուրեմն Գյումրիով սկսա Հայաստանս ու պիտի վերջացնեմ Գյումրիից։ Հիմնականը խաչկարներ եմ անում, մեծ չափի եւ փոքր,
Ավելի փոքր չափսերի եմ անում, որովհետև կուզեմ շատ ավելի թյուրին տարածվի եւ ավելի հեշտ է դեղափոխելը, ադուր համար շատ պատվերներ ունին, որ փոքր բաներ են, ու այսինքն փոքր խաչկարներ, հայկական զարդանախշեր, սփյուռքահայերը շատ կուզեն, որով իրանց մոտ այդ կարոդը գա հայկականին եւ թուֆկարի, բայց շատ ալեղած է, որ օտար երկրացի մարդիկ են, որ ընդհանրապես հայ չեն, բայց ուզեցել են անպայման հայկական խաչկար ունենալ իրենց տան մեջ։ Ես պատվիրում են տանում են դուրս։ Այո, պատվիրում են ու ուղարկում եմ ես իրանց մոտ։ Քանի խաչկար։ Մեծ կամ փոքր։ Մեծը ունիմ առաջին խաչկար այդ մեծն է։ Մի հատ ուրիշ ունեի, ուղարկել եմ Ամերիկա, ասի երրորդ մեծն է, որ պիտի դեղատրվի Արենի, շատ լավ ծրագիր մգա Արենի մշակութային, որ այնտեղ բացօթյա թանգարան պիտի լա, Բարտեզի մեջ պիտի դեղատրվի այս մեկը։ Բայց փոքրերը չեմ գրնա ասել, որով շատ էին, ասի նույնիսկ մի քանի օրինակ ես ինձ մոտ չեմ բահած, որով միշտ կպատվիրեն եւ դուրս կուղարկվի, չեմ հասցուցած մի քանի օրինակ իմ մոտ բայեմ։ Իսկ մեծ խաչկարը մոտավորապես քանի օր է տևում։ Մոտավոր դե գտեվե 2 ամիս, որովհետև ամեն ինչ ցերկով կաշխատիմ։ Այսինքն այս մասը, որ եղած է, արդեն մոտավոր 3 շաբաթ աշխատանքային օր, այսինքն մոտավոր 20-25 օրվա աշխատանքային օր է, եւ հույսով եմ, որ մոտ երևի 20 օր կամ 30 օր էլ պետք է ինձ որ հույսով եմ, որ ավարտեմ։ Դեղագործ հանձնագիր է հանդիպում, կա այս մասնագիտության մեջ դժվարություններ, որը դուք հանդիպում եք հենց գլխին։ Դժվարությունները ավելի գրնամս է դու ինքդ կրնաս ստեղծես, դե չէ ինքը հատուկ դժվարություն չունի, հա ֆիզիկական դժվարությունները կան, դի հաստատ կա, սկիզբես օրինակ չէի զգա, որ ուրախությամբ կնեմ, չեմ ուրախությամբ կնեմ, բայց մի բախ կսկաս որ հա երկար աշխատես ստոպ կուտամ, առաջ օրինակ ստոպ չէի դա, կշարունակեի գուզեի աշխատեի, 10 ժամ օրեր կաշխատեի, չէի զգա, բայց հիմա որ ասենք հոգնիմ, կսեմ չէ, նարնեկեցի, առողջության պետք է, բայց հա ֆիզիկականը քիչ մը դժվար է եւ համբերություն պիտի ունենաս, որ մտի կարծեմ առաջին կետն է, որ պետք է խաչքարագործի համար պետք է համբերես, որով 2 ամիս նույն գործի վրա պիտի աշխատես եւ այդ համբերություն չունես եւ չուզելով աշխատես, հաստատ չի ստացվի։ Համբերությունը, հա։ Օրինակ մարդիկ մոդս ու կան, որով մաստեր կլասեր գնեմ, բաներ գնեմ, առաջին հարվածին արդեն գսկամ ինքը ինչ տեսակի անց է։ Եվ օրինակ իրեն գսեմ, դու համբերություն չունես, գսե չէ։ Այստեղ մաստեր կլասներ կան։ Այո, մաստեր կլասեր գնեմ, ընդհանրապես դրսից կուքան։ Այս տարի ավելի պիտի կենտրոնանամ տուրիստի վրա, որով անցյալ տարի պայմանները չունի շատ, սարկված չէր, բայց հիմա արդեն ավելի։ Այս մաստեր կլասներից ցույց տալիս թե։ Այո։ Ես ցույց կտամ, իրանք փորձում են եւ ինչ որ պատրաստում են, գնան միաժամանակ իրանց հետ տանեն դուրս։ Հա, զրուցում ենք, խոսում ենք, փեշկի կողքը նստում ենք, այդպես հավեսով, բայց չմոռանան այս օրը։ Հա, իսկ մաստեր կլասի համար գրանցվելու համար նախորդ ինձ կգրեն Instagram-յան էջից, միշտ այդպես է մի քանի օր առաջ կպայմանավորվին, այսինքն հատուկ օրեր չունիմ։ Նայած, երբ է հարմար իրանց, եթե ինձ իմ ժամանակի սա գները, կսեմ այո, ինչ օրը։ Հետագա նախագծեր կան եւ արդեն ուզում եմ դրա վրա աշխատեմ, կուզեմ բոլոր երկիրները երթամ, բոլոր երկիրները հայ ժողովրդին սորվեցնեմ խաչքարագործությունը, այսինքն փոքր մի բան դամ, բայց որ արդեն իրենք այդ փոքրով սկսին հատուկ կապվեն Հայաստանի հետ, հայրենիքի հետ, հաստատ իրանք կապնված են, բայց ավելի կուզեմ այս արվեստի եւ այդ մշակույթի մեջ իրենք շատ զգոն լան, հիմնականը էդ է Եվ հա գուզեմ մեր հայկական մշակույթը շատ տարածենք, ինչքան գրնանք, այդքան շատ տարածենք, որով արդեն վտանգի մեջ է եւ մեզ այդ պետք չէ։ Հայոց գրեթե բոլոր հոգևոր կառույցները զարդարված են խաչքարերով։ Բազմաթիվ եկեղեցիների պատերին կարելի է տեսնել փորագրված խաչի պատկերներ, որոնք իրենց հատուկ նշանակություն ունեն։
Փոքրիկ խաչերը պատկերվել են ի պատիվ հովանավորների եւ բարեգործների, ում ջանքով կառուցվել կամ բարեկարգվել էր տվյալ եկեղեցին։ Հայերն այնքան մեծ հարգանք եւ պաշտամունք էին ստեղծել խաչերի շուրջ, որ այս խորհրդանիշը քարտաշ վարպետներին ստիպեց ստեղծել արվեստի այս յուրահատուկ գլուխգործոցները, որոնք իրենց բովանդակությանը համահունչ կոչվեցին խաչքար։ Հայոց աշխարհում խաչքարեր կան գրեթե ամեն անկյունում։ Խաչքարերը երբեք չեն կրկնվում։ Խաչքարի գլխավոր նպատակն է կապ ստեղծել Աստծո հետ։ Խաչը որպես խորհրդանիշ մեզանում առաջացել է դեռևս 4-րդ դարից սկսած։ 4-ից 7-րդ դարերում դրանք ունեցել են շատ պարզունակ պատկերներ։ 7-րդ դարից հետո ի հայտ են գալիս թևավոր խաչքարերը, որոնցից շատ քչերն են այսօր պահպանվել։ 8-րդ դարից հետո սկսում են հայտնվել արդեն ուղղանկյուն կանգուն խաչքարերի տեսակները, իսկ արդեն 11-րդ դարից հետո ձևավորվում է որպես ներկայիս հայտնի խաչքար հասկացությունը, իր մեջ կրելով բոլոր երկրաչափական եւ բուսական տարրերը։ Հետագայում արդեն այն իր մեջ սկսում է կրել նաեւ պատկերային քանդակներ, ինչպիսիք են օրինակ սրբերի պատկերները։ Խաչքարերի առաջացման վարկածներից մեկն էլ կապված է այն փաստի հետ, որ ժողովուրդը ցանկացել է քրիստոնեության մասին ավելի շատ լուռ վկայություններ ունենալ, իսկ խաչերի տեղադրումը հանդիսացել է որպես քրիստոնեության տարածման բավականին ազդեցիկ միջոց։ Խաչքար կանգնեցնելու շարժառիթները բազմաթիվ են, կան խաչքարեր, որոնք կանգնեցվել են ինչ-որ հաղթանակների առիթով, կան խաչքարեր, որոնք դրվել են ճանապարհների վրա, կան նաև այսպես կոչված փրկիչ խաչքարեր։ Նախ կուզեմ ասել, որ արհեստանոցը գտնվի Թանգիստ Տիգրան Աբկարյանի հուշահամալիրի ճիշտ կողքը, դա շատ լավ միաժամանակ շատ հուզիչ է, բայց ինձ Թանգիստ Տիգրան Աբկարյան, Աբրիլյանի հեռուստադիտողներն եք դենային ով է։ Աբրիլյանի զոհված Թանգիստն է, Քարորիայի պատերազմի զոհված է եւ ճիշտ իր հուշամանալի կողքն է, շատ հուզիչ է, բայց միաժամանակ էներգիայի փոխանցումը շատ ուժեղ է, որովհետեւ իրար գնամ ասել, որ կյանք ենք փոխանցում եւ ուրախություն ենք փոխանցում։ Թե չէ ես հաստատ այս 4 բադի մեջ էներգիան դժվար կարողանայի գտնեի եւ այդպիսով ինձ շատ է օգնում։ Հա, ես Տիգրանի եղբոր կինն եմ։ Ուրեմն այս արվեստանոցը ժամանակին եղած էր ըստ իրանց հացադուն, հետո արդեն վերածվել էր գարաժի, արդեն ես երբ որ եկա, նախ փոքր անգյունում կաշխատեի, քարս գտնեի, այստեղ ավտոներ, արդեն գամած սկացի, որ չէ, ուզում եմ դարածքս մեծացնեմ, արդեն ամուսնուս որ ավտոն պիտի դուրս հանեք։ Ու ավտոն դուրս հանեցին, արդեն սկսա քարերս տնել։ Այն ժամանակ պայմաններս շատ լավ չէին, լուսավորությունս լավ չէր, ցուրտ էր շատ։ Հիմա արդեն հարմարանքները ստեղծած ենք, շնորհիվ իրիս ինկուբատորին, որով իրանք դրամաշնորհ էին տվել, որովհետեւ ես կարողանայի ցարկեի եւ կորզիկներ վերցնեի։ Ու ամառ ծմեր աշխատում եմ այստեղ։ Իսկ ինչպես ընդունեցին եւ ամուսնուի Չէ, արդեն իրենք ասել էին, արնե որ սկաս ավտո խանգարում է, մեզ աս։ Հա, չէ, իրենց համար շատ բարձ էր, այսինքն գիտեին որ հոմբիդ հասնենք, այսինքն սկիզբը իրանք նախքան իմ քալս Գյումրի, իրանք բادرը ներկել էին, մաքրել էին, ինչ որ պետք էր հանել էին, իրենք դասավորել էին, բայց այդ արդեն սկացի չէ, ինձ լրիվ դարածքն է պետք, հետո արդեն փոքր սենյակը վերցրի, հետո ասի դուրսը պիտի վերցնեմ, ոսն կամած, հույսով եմ գողքի հարևաններին չեմ հասնի, բայց նայինք։ Հա, փոքր սենյակ ունիմ, թրջունները անցյալ դարի բաբաս եկած էր, Լիբանանեն հետը բերավ, բաբաս շատ կսեր է թրջուններ, ու իրեն ասի, որ լավ, ես այս թրջունները կպահեմ իմ մոտ, լավ հոգ կտանիմ, հիմի ափսոս, որ փեդուրը նին կթափեն, բայց փորձեն զույգվեն, բայց չզույգվան այս տարի։ Երևի ցուրտ է, որով Լիբանան շոկ է, այստեղ մի անգամից որ եղանակը փոխեցին, կարող է։ Ու արդեն այստեղից դուրս կուկանք, դուրս այգի կա, այս տարի էդել կսարքենք, որովհետեւ ամառը որ տուրիստները կան, բացօթյա տարածքի մեջ ավելի հաճելի է աշխատելը ու այդպես։ Ուրեմն փոքր աշխատանքներս հիմնականը տուֆ քարի վրա են, կա խաչքարներ եւ հայկական զարդանախշեր,
Հիմա վերջերս շատ ալ սկսած է մնել թուֆ կարով հավերժության նշան է, որովհետև ադի համ թեթև է, համ տուրիստը որ կա, անպայման գուզե փոքր մասնիկն տան իր հետ։ Մագնիսներ, այո, հիմա հավերժություններն ական, բայց դստեղ չեմ դրած թուֆ կարով։ Ու հիմնականը այսպես բաների վրա։ Այսինքն սկիզբը ես սրանով եմ սկսել, ու արդեն սկսել ենք մեծանալ։ Սկացի որ բահանջքը շատ է, ու այդպեսով կետրոնացա։ Այսօրվա համար այսքանը։ Հետևեք մեր հաղորդումներին, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մինչ նոր հանդիպում։ Միշտ կուզեի, որ ամեն մարդ մշակույթով հետաքրքրված լա, միշտ ուսումնասիրեն։ Ես սկիզբը ընդհանրապես չէի գիտեր Խաչկարի մշակույթը, բայց որ արդեն սկսա մանր բաները իմանալ, սկացի, որ մեջը շատ մեծ կյանք կա եւ հույսով եմ, որ ամեն մարդ արդեն մշակույթով հետաքրքրվի եւ ցկտինք մեր լավականը։